Երկու մատով կրծքավանդակին սեղմումներ են կանում 100-ից 120 սեղմում րոպեի ընթացքում։ Փոքրիկի սրտի աշխատանքը վերականգնելու ձևերը ռեանիմատոլոգը հիշեցնում է գործող բուժքույրերին դասընթացը վերապատրաստման կուրս է հիվանդանոցների մանկական վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի եւ հեմոդիալիզի բաժանմունքներում աշխատողների համար։ Գիտելիքների թարմացումն անհրաժեշտ է, որովհետեւ բժշկական մեթոդներն ու սարքերը անընդհատ կատարելագործվում են, ասում են բուժքույրերի եւ թերապիստների գերազանցության կենտրոնում։ Շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց է, կրեդիտավորված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, մոտավորապես այս պահին մասնակցում են 45 բուժքույր 3 ծրագրեր։ Ունենք մասնակիցներ Երևանից, տարբեր հիվանդանոցներից մանկաբուժական եւ մարզերից։ Մարզերի ծրագիրը կարողանում ենք իրականացնել ՀՕՖ-ի հետ համագործակցությամբ։ Մինչև 24 օր տևող նմանատիպ պարապմունքները բաղկացած են տեսական ու գործնական մասից։ Շվեյցարական Սեմրա հիմնադրամի հետ տարիներ առաջ իրենց արաբկիր մանկականի անձնակազմին վերապատրաստելուց հետո հասկացան, երկրում ընդհանուր կարիք կա դուրս գալ այն կարծրատիպից, որ բուժքույրը միայն բժշկի նշանակած սրսկումներն ու մյուս պրոցեդուրաներն անողն է։ Բուժառուի խնամքի հիմնական մասն իրականում նրա ուսերին է։ Դասընթացները ուղղված են նաև բարելավելու միջմասնագիտական համագործակցության բարելավմանը, մասնագիտական էթիկայի եւ ինչը ուզում եմ կարևորել եւ առանձնացնել բուժքրոջ ինքնավար դերի բարձրացմանը։ Այս խմբում Թալինը, Սպիտակն ու Վայոց ձորը ներկայացնող բուժքույրերին հիվանդանոցներն են գործուղել։ Երևանյան կլինիկաներում աշխատողները սեփական նախաձեռնությամբ են կրեդիտները համալրում։ Սովորածն այստեղ մուլյաժների վրա փորձարկում, ապա եւ կլինիկական իրավիճակներում ամրապնդում են բոլորը։ Պնդում փորձառու լինեն, թե քոլեջը վերջերս ավարտած յուրացնելու նոր հմտություն միշտ կա։ Ունեմ 40 տարվա աշխատանքային ստաժ, բայց որպես ինտենսիվ թերապիայի բուժքույր աշխատում եմ 1 տարի։ Սովորում ենք սիրտոքային վերակենդանացում, մոնիտորների հետ աշխատել, դեֆիբրիլյատորների հետ աշխատել, արհեստական շնչառություն։ Ես նորածնային բաժանմունքի բուժքույր եմ, աշխատում եմ արդեն գրեթե 1 տարի, փորձում եմ մասնակցել նման սեմինարների։ Սիմուլյացիոն լսարանում յուրօրինակ թեստ է առաջադրանքը սրտի աշխատանքի մերսման միջոցով վերակենդանացնել տարբեր տարիքի բուժառուներին։ 30-ը ասեց 2 շնչումը տալիս ես։ Կենտրոնը տարվա ընթացքում կկազմակերպի նաև անեստեզիստ բուժքույրերի ու ռենտգեն տեխնիկների վերապատրաստում։ Պարբերական են ներարկումների սիրտ-թոքային անբավարարության ու կարճ այլ միջամտություններ պահանջող արագ արձագանքման տեխնիկական հմտությունների դասընթացները։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։